Աստուծո օգնությամբ այսօրվա իմ քարոզից նյութը պիտի ըլլա, երբ հովիվը բացակայ է հոդեն։ Տերևս հետաքրքիր վերնակիր մնե, բայց աստվածաշնչյան, երբ հովիվը բացակայ է հոդեն։ Աստուծո խոսքեն պիտի գարտամ Գործ Արաքելոց 13 գլխում առաջին 5 համարները։ Արդեն մեզի գուցուցածը։ Այն ադենները Հովհաննես թագավորը սկսավ եկեղեցիեն մեկ քանիները չարչարել։ Հովհաննեսի եղբայրը Հակոբոսը սրով սպանեց։ Տեսնելով, որ հրյաներուն հաճելի է, Պետրոսն բռնեց, փաղարչագերացի օրերն էին։ Երբ Զանիգա բռնեց բանդը դրավ և 4 կարգ չորսական զինվորներուն հանձնեց, որպեսզի պահեն և ուզեր զատկեն հետո ժողովրդին հանել Զանիգա, որը սպանել։ Պետրոս բանդի մեջ պահված էր, բայց եկեղեցին անդադար աղոթ կներ Աստուծո անոր համար։ Ինչ որ դերը սրտիս մեջ դրած է, այսօրվա պատգամը պիտի եզրափակվի այս պատգամով, բայց եկեղեցին անդադար աղոթ կներ Աստուծո Պետրոսին համար։ Գործ Արաքելոց գիրքը մեզի կներկայացնե առաքյալներուն ծառայությունը, գործունեությունը, անոր համար գիրքին անունը Գործ Արաքելոց գոչված է։ Գործ Արաքելոցին առաջին մասը կներկայացնե Պետրոսի ծառայությունը, իսկ երկրորդ մասը կներկայացնե Պողոս Արաքյալի ծառայությունը։ Եվ երբ որ մենք կգարտանք կամ մեր ընթերցանությամբ կհասնենք 13-րդ գլխում, կտեսնենք, կհանդիպենք, որ Պետրոս Արաքյալ փանդարված է, Հակոբոսը սպանված է, Պետրոս Արաքյալ փանդին մեջն է, բայց եկեղեցին Պետրոսի համար անդադար աղոթ կը։ Այսինքն այս գլուխը կխոսի առաջին տարու հավատացյալներուն պաշտամունքին և գործունեության մասին։ 8-րդ գլխում մեջ մենք կգարտանք, որ հեղինակը գսեց սիրության եղած հավատացյալները կբդդեին ու խոսքը կքարոզեն։ Հետևաբար կտեսնենք, թե Գործ Արաքելոց գիրքը միայն առաքյալներուն գործունեության մասին չէ որ կխոսի, այլ նաև կխոսի առաջին տարու հավատացյալներուն մասին։ Սիրելիներ, առաջին եկեղեցին իր երկրորդ ճգնաժամը գապրի 13-րդ գլխում մեջ։ Առաջինը 8-րդ գլխում մեջն է, զորավոր հալածանք եղավ և հավատացյալները սիրության եղավ։ Բացի առաքյալները։ Էլի առաքյալներուն միջոցով հավատացյալներուն թիվը ավելցավ և հիմա 13-րդ գլխում մեջ կտեսնենք, որ հալածանքը ասանկամին ոչ թե միայն հրյաներուն կողման է, այլ նաև Հովհաննես թագավորին կողման է։ Գրոնականները և պետությունը կհալածեն եկեղեցին։ Եկեղեցու հովիվները դատապարտված էին մահվան, արդեն Հակոբոսը սպանված էր։ Ուրեմն հավատացյալները ինչ ընելու էին։ Առաջին տարու հավատացյալները այս հալածանքի ընթացքին ինչ ըրին, ինչ պետք էր որ ընեին և ինչ ըրին, նամանավանդ երբ հովիվը բացակայ է, չի գաբելոս Արաքյալ, փանդարգված է։ Ինչու այս նյութը կփափակին ցեզի փոխանցել։ Նախ ասեմ, թե այս նյութը ըլլա հին գդագարանի, ըլլա նոր գդագարանի մեջ քոյություն ունի։ Եվ եթե անցյալին եկեղեցիեն Աստուծո հոդեն հովիվը կբացակայեր, պատահական է, որ այս օրերուն ալ բացակայ։ Տեսեք, ձեր մտքեն սխալ պատճանցնի, ճամփորդության ծրագիր չունի։
Կարոզը պատրաստած ատեմ ես միկուց այդպես մտածել, ոչ։ Բայց միտքիս մեջ ուրիշ բան մգա, որ այսօր հոն պիտի ասնի։ Իսկ եթե հովիվը հոդին մեջ չէ, ուրեմն հավատացյալներուն բարդականությունը ինչ ըլլալու է։ Այս կարոզով սիրելիներ իմ փափակս է, որ մենք որպես հավատացյալներ նմանենք առաջին եկեղեցու հավատացյալներ։ Ամենամեծ աստվածապանները հզոր քննություններ ունի, որ այսօր եկեղեցին, հովիվներ եւ հավատացյալներ փուրն փափակ ունին, որպեսզի մենք այս օրերուն ապրենք կորց արաքելոցը։ Կորց արաքելոցը պատմական չէ, այլ շղթային առաջին օղակն է։ Եվ հասած է այդ օղակը այս օրերուն մեզի, որպեսզի մենք շարունակենք մեր արաքելությունը եւ ծառայությունը, ինչ որ Քրիստոս մեզի փոխանցեց։ Եվ առաջին եւ զորավորակույն օրինակը, աստվածահաճո օրինակը կորց արաքելոցն է, որ մենք այսօր կփափակենք այս հավատացյալներուն նման։ Աստուծո օգնությամբ նույնպես 3 կետերով վեր պիտի արվի։ Երբ հովիվը բացակայ է օդը։ Առաջին կտեսնենք, երբ Մովսես բացակայեցավ Իսրայելի օդը։ Հրեաներուն համար այս դեպքը շատ ծանոթ է, ուր կգտնվի Ելից 32-րդ գլխուն մեջ։ Երբ ժողովուրդը տեսավ, որ Մովսես ուշացավ լեռնեն իջնելու, Ահարոնի կով հավաքվեցան Մոսին, ելիք մեզի աստվածներ շինեն, որպեսզի մեր առջևեն երթա, քանզի Մովսես մեզի Եգիպտոսեն եկրեն հանող մարդը չենք գիտեր թե ինչ եղավ։ Բացառիկ պատկեր մնե իրավիճակ մնե Ելից 32-րդ գլուխը։ Դեր Աստված Մովսեսին ըսավ լերի է, քանզի հոն Աստված Իսրայելի համար կանոններ եւ պատվիրաններ պիտի տա։ Եվ ժողովուրդը գիտակից է, դեղյակ է, որ Մովսես բարձրացավ լեր։ Որովհետև դերը Մովսեսին լեր կանչած էր, շատ բնական է, որ իրենք սպասեին Մովսեսին վերադարձին։ Մովսես մեծ հրաշներով Իսրայելը դուրս հանեց Եգիպտոսը։ Երկու մեծ հրեաներուն Եգիպտոսեն ելնելու իրավիճակը երկու մեծ հրաշներու խումբի կպատկանի, որպես հրաշներ։ Առաջին խմբակը կատակորին կպատկանի Եգիպտոսի մեջ։ Այդ հրաշները 10 հրաշները որ հոն եղավ։ Երկրորդը երբ իրենք Եգիպտոսեն ելան անապատի մեջ։ Եվ հրաշները սիրելիներ նպատակ ունի։ Ինչպես որ մեր կյանքի մեջ երբեմն Աստված հզոր կերպով հրաշ կգործի։ Եվ մենք կլեցնենք ուրախությամբ եւ Աստուծո փառք կտան, բայց հրաշներուն նպատակն է, գլխավոր նպատակն է հավատալով Աստուծո, բաշտենք Աստուծոյին։ Իր հետ ապրենք, իր մեջ ապրենք։ Փարավոն ըսավ Մովսեսին, ինչու ժողովուրդը Եգիպտոսեն դուրս պիտի հանես։ Ինչ է ձեր ուզածը։ Մնացեք հոս։ Մովսես պատասխանեց. մենք անապատի մեջ դերը պիտի պաշտենք։ Մենք Եգիպտոսեն պիտի ելնենք, ոչ թե որ քեզի հանդեպ ունենք ապստամբություն, այլ մենք Եհովան պիտի պաշտենք։ Ահարոն եւ ժողովուրդը գիտակից էին, որ նախքան Քանանի ճամփորդությունը, նախքան Եգիպտոսեն ելնելը, իրենք Եգիպտոսի մեջ ճշմարիտ պաշտամունքի կյանք չունեին։ Հոն չէին գրնալ Աստուծո պաշտամունք մատուցանել, ոչ արտոնություն, ոչ հնարավորություն ունեին, ոչ մի բան չէր օգնել իրենց, այլ շրջապատված էին
գրաբաշխությամբ և իրենք քերությամբ փարավոնի իշխանության ներքո էին։ Եվ պատկանում, որ դուք այս հատվածի մեջ սիրելիներ Եգիպտոսի ճանապարհով մի ապրիր և ոչ այլ սրտիդ մեջ Եգիպտոս ունեցիր։ Քո անցյալի կյանքը և քեզ շրջապատող մարդոց կյանքը թող քո աչքերուդ առջև չփայլի, անոնց խոսակցությունները թող քո ականջը չշոյեն, որովհետև Եգիպտոսով Աստուծո հաճելի պաշտամունք չենք կրնար ունենա։ Եվ Մովսես ըստ Իսրայելի լեռնեն իջնելու ուշացավ, փոխանակ աղոթելու, իրենց սրտի մեջ եղած Եգիպտոսը դուրս հանեց։ Իրենց սրտի մեջ տակավին Եգիպտոս քո էր, այդ փափակ ունեին։ Գուքա ժամանակներ և իրավիճակներ, որ մեր սրտին իսկական իրավիճակը կբացահայտվի, դուրս կելը այն ինչ, որ մեր սրտի մեջ կապված, մեր սրտի մեջ թաքնված է։ Եվ հոն իհայտ ուքատ է մեր սիրտը որու կապված է։ Իհայտ ուքատ է մեր սիրտը ինչ բանի կապված է։ Գուքա այդպիսի ժամանակներ մեր կյանքի մեջ, մենք կգոչենք փորձություն, մենք կգոչենք կյանքի անագնգալներ, մենք կգոչենք կյանքի ծանր կամ հեշտ պայմաններ, ոմանց սրտի մեջ փափակը գիտեք երբ իրականացավ, երբ որ իրենց պայմանները հեշտացավ, քրբանները լեցվեցավ և իսկական պատկերները դուրս երեցավ։ Իսրայելը Մովսեսի բացակայության ըրին այն ինչ որ դեսած էին Եգիպտոսի մեջ։ Եգիպտացիները ինչ կնեին, իրենք անապատի մեջ նույնը ըրին։ Մեզի հորդ մշինեն և ասենք դու մեր Աստվածն ես։ Մենք միշտ Աստուծո գալիք ունենք։ Թող մեր Աստվածը նյութը չըլլա։ Աստվածքի հորդը նյութը կներկայացներ։ Մի մորնար Աստուծո փորձերը, որ անցյալին վայրացես։ Իսրայելի ժողովուրդը շատ թյուրին, շատ հեշտ և արագ կերպով մորանում էր։ Ան ինչ որ իրենք Եգիպտոսի մեջ դերոջի ողորմությամբ վայրեցին։ Դեր Աստված, որ քեզ ընդունեց որպես իրեն զավակ, որպես իրեն ժառանգորդ, դերը քեզ չի լքեր։ Կարևորը մենք Քրիստոսին չի լքենք։ Եվ այս միտքը ուզեմ եզրակացնել հետևյալ ձևով։ Երբեք մի մոռանար Աստուծո ներկայությունը քո ամենօրյա գործերուդ և կյանքերուդ մեջ։ Ինչու կշեղվենք, ինչու կհեռանանք, ինչու կհուսահատենք, որովհետև բահի տակ, ոնց որ ասում են, մենք կմոռանանք, թե դերը մեր հետ է, դերը մեր մեջ է։ Պատկերացրեք այսօր Հիսուս մեզի հետ է։ Երեկոյան միասին ընտրիկ պիտնենք։ Վաղը միասին դեր Հիսուս Քրիստոսի հետ զարգացոր պիտի երթանք։ Քարոզիչը Հիսուսն է։ Մեղքի խորհուրդը, միտքը, գաղափարը, գույնը, տեսքը, ձևը մտքով միշտ չանցնիր։ Բայց որ Հիսուս ճամփորդ է երթա Մոսկվա այնտեղ համագումար ունելու, երկրորդ, երրորդ, չորրորդ օրը մենք կմոռանանք Հիսուսին ու հանգարց կսկսենք մեր ցանկությունները կատարել և գտնենք մեղքի մեջ։ Մենք Քրիստոսը ընդունել ենք, Սուրբ Հոգին մեր մեջն է, զորությունը չենք վայելում, որովհետև մոռանում ենք Տերոջ ներկայությունը։ Իսրայել
մոռացավ Աստուծո ներկայությունը եւ հսավ մեզի խորտ չի։ Ահարոնը հետևեցավ եւ թարգվեցավ։ Ուզեց ժողովրդին հաճեցնել։ Ասեց ձեր ոսկիները բերեք, դիվի մեջ հալեցուց եւ Եգիպտոսի խորթերուն նման օրցակեց։ Անոր համար այսօր առաքյալը մեզ զգուշացնե եւ գսե գրաբաշխութենեն հերուեցեք։ Մովսես չի գա, պաշտամուն չի գա։ Մովսես չի գա, աղոթք չի գա։ Երկրորդ կետը, որ մենք կտեսնենք սիրելիներ, առաքյալներուն կյանքի մեջ։ Երբ Հիսուս 3 ժամ բացակայեցավ իր աշակերտները։ Մատթեոս 26-ի մեջ հատված նկարգուզեմ ձեզի ներկայացնել։ Տեր Հիսուս Քրիստոսի նախքան ցերպակալության վերջին 3 ժամերն է, անգեյը ցերպակալվեցավ։ Այն ադեն Հիսուս անոնց հետ դել մկնած, այսինքն հաղորդութեն են ետք, որուն անունը Գեթսեմանի է, ուսավ աշակերտներում։ Հոս նստեցեք, մինչև որ ես երտամ հոն աղոթք ընեմ։ Իր հետ արնելով Պետրոսը ու Զեբեդեոսի երկու որդիները սկսավ դրտնին ու վշտանալ։ Այն ադեն ըսավ անոնց, իմ անձս մերն ու չափ դրդում է, խոսկեցեք, և ինձի հետ արթուն մնացեք, Հիսուս առաքյալներուն արթուն մնալուն աղոթքին գարիկում։ Ու քիչ մահարջև երթալով իր երեսի վրա ինգավ և աղոթք կրավ ըսելով, ով հայրի, եթե կարելի է տուաս կավատը ինձ մե անցնի։ Բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, հապա ինչպես տուն կուզես։ Եվ եկավ աշակերտներուն զանում քնացած կդավ։ Եվ ըսավ Պետրոսին, այդպես մեկ ժամը չգրծակ ինձի հետ արթուն գենալ, արթուն գեցեք և աղոթք կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք, հոգին օժար է, բայց մարմինը դգա։ Դարձյալ երկրորդ անգամ գնաց աղոթք կրավ ըսելով, ով հայրի, եթե անգարելի է, որ այս կավատը ինձ մեր անցնի առանց անգեր խմելու, թող կուգամ կդլու։ Եվ եկավ զանուն նորեն քնացած կդա։ Վասնզի աչքերն ծանրացած էր։ Թողուց զանուն ու նորեն քնած երրորդ անգամ աղոթք կրավ, նույն խոսքերը ըսելով։ Այն ադեն եկավ իր աշակերտներուն ու զավանոց։ Ասկե հետո քնացեք ու հանգչեցեք։ Ահա ժամը հասավ և որդի մարդու մեղավորներուն ցերկը պիտի մատնվի։ Ելեք ասկե երթակ, ահա մոտեցավ անիգա, որ զիս պիտի մատնե։ Ինչ կա մտքիս մեջ, որ կուզեմ ցեզի փոխանցել։ Հիսուս իր ուսուցումներուն մեջ քանիցս անգամներ գրտնեց, շեշտադրեց իր աշակերտներուն և լսարանին ըսելով արթուն գեցեք և աղոթք կրեք։ Արթուն ըլլալու, ըսկոն ըլլալու մասին Քրիստոս քանի իրար մեջ դարբեր, բայց նույն նպատակը խփող առակներուն։ Հիսուսի խոսքերուն առաքելության քարոզին եզրափակումը իր երկրորդ քալուստն է, որուն փանալի բառը արթուն գեցեք։ Հավանաբար այս դեպքի մեջ, երբ աշակերտները տեսան, թե Հիսուս աղոթում է, վստահեցան իրենց Տերոջ աղոթքին։ Հիսուսը աղոթք կրեք, ինքը գնաց աղոթելու, հավանաբար, ասի իմ վերլուծումս է, ինչ խորեցան, ինչ ասեցին, մենք հոգնած են, Քրիստոս աղոթում է, մեզի համար աղոթում է, հովիվը մեզ համար աղոթում է, մնացին հանգիստ և ընգան քունի մեջ։ 1980 թվականին, երբ 17 տարեկան էի,
Սուրիայի մեջ առաջին իմպոստությունը բերության դեմ դերի ունեցավ, արաբական եղբայրներ թարգմանաբար գսեն, Իխվան Մուսլիմին, արաբ եղբայրներ, բերության դեմ իմպոստացան։ Հարցակեցան զորամասեր զինվորներուն գրագեցին, Ցնտանոդի համալսարանը հալերի մեջ, այո եղբայրներ, ինչերերին, մոտորսայքլով, երբ որ իսպաները արաբոտյան զորամաս պիտի երթային ավտոբուսը կսպասեին, մոտորսայքլով ուկային կգրագեին, մեծ տիվով ալեվի նախագահային ուսակցության անդամ եղող իսպաները, պաշտոնյաները մերժեցին և քաղաքը ընկավ տագնապի մեջ։ Պետությունը բավական նեղ օրեր է անցավ։ Պատմությունը ահա որ է։ Պետությունը ինքնատիպ օդանավը հանեց, համայի մեջ 30,000 հոգի մի քանի րոպեով վիճացուց։ Վատ էր վիճակ։ Օրը առավոտյան ժամը 5-ին մենք լսեցինք թանգերուցային, թանգը եկավ, մեր տան փողոցը մտավ, մեր դունեն այսպես 50 մետր առաջ, այսպես գլուխնից պատուհանեն դուրս անեցինք, բոլոր տանիքներում վրա, փանագը ավտոմատներով, կլաշինքներով, ամենչապես խորացին, գլուխնից ներս կաշեցին։ Եվ ես ինչ տեսա, մեր տաղամասը լրիվ տանիքները ներքևը զորք իջած է, թանկ, փողոցի մեջ, քաղաքի մեջ։ Ամենչապես պատուհանները կոծեցինք, մամաս ասավ, հադե աղոթենք։ Ես հանգստացա։ Գիտեք ինչու, մաման աղոթում է, հիմա ասված կպատասխան։ Գոգն է ասված մեզ։ Ես հեմվեցա մորս աղոթքի, 5 րոպե չանցած թանգը գրագեց։ Քաղաքի մեջ։ Իրենք այսպես երրորդ հարկի դումն էր, որ պետությունը հետապնդած է, հոնգը հավակնի ժողով գնեն, ետքը գիշտեն ամեն մեկ իրենց գործին գետան, պետության թեմ ընտիմատիվ։ Իրենք եկան դունը վերը պարստացան, պետությունը բաշարեց, պարստախոսով սավ իչենք, հանցնվեցին։ Չի հանցնվեցան, թանգը գրագեց։ Մեկատ։ Իչև իմացայինը աղանջից մեջն է։ Վերջը զորավոր գրագոց տեղի ունեցավ, շատ զորավոր, արաբոտյան 5:30։ Մեկ անգամ են ամեն ինչ դադրեցավ, այսպես գեջ ժամ սպասեցինք, վերջը տեսանք, թե պետությունը ելած է, այդ ընտիմատիվները արդեն թանգին հարվածով մահացել էին, բռնեցին, իրենց փողոց չբռնեցին, ձգեցին կացին։ Ասի ինչու պատմեցի, ես խաղաղություն ունեի, մաման աղոթում է։ Թերևս աշակերտները մտածեցին, թե Հիսուս աղոթում է, գիտեք ով էր աղոթում, Հիսուս էր, Հիսուսի աղոթքը գրեցվի, և ատիկա իրենց համար խաղաղություն գպեր է։ Այս դեպքը պատահել են ետքը, եկավ ժամանակ, շատ շուտ ժամանակ եկավ, իմ կյանքիս մեջ, որ ես գարիք ունեի միշտ աղոթքի մեջ ըլլալ։ Այսօր Սաղմոսի մեջ ինչ կարդաց եղբայրը, թե հայրս մայրս զիս տողով, պաստերը զիս պիտի ընդունում։ Եկավ օրեր, եկավ պայմաններ, աղոթող մայրս չգիտեր ես ուր էի և ինչ իրավիճակի մեջ էի։ Պատասխանատվությունը իմ անձի վրա էր։ Ես պետք էր որ Տերոջ առաջ աղոթքի մեջ եմ։ Հիսուս իր քարոզները եզրափակեց. Արթուն գեցեք, քանզի չեք գիտեր, որ ձեր Տերը որ ժամի կգա։ Ասիկ ասավ իր աշակերտները, իսկ չար մշակներուն համար այսպես ասավ.
Չլա որ սրդերնիդ աս աշխարհի ու խումով սպառումներով ձանրանանք։ Սկուշ եղեք։ Աս կյանքի սպառումները չքողնա ձեր պաշտամունքը եւ ձեր նվիրումը։ Երբ այն չար ծարան ըսե ին դերս իր գալը ուշացնե եւ սկսի իր ծարայագիցները ձեզեն ու քինովնալ անոր դերը գուկայմիսի ժամու մեջ, որ ինքը չի գացր։ Այս կաղապարները, որ ներգայացուցի Մատթեոս 24-25 գլուխներում մեջ վախճանապարական արակներն են, որ Հիսուս կբադվիր է իր եկեղեցվա եղվանտաններում, արդուն գենալ և աղոտքի մեջ ընտան։ Գուկա օրեր, երբ կու առաջնորդ եղբայրը կեզմե գարնվի։ Եկան մի օր Աստված Մովսեսին ասավ արի, Աստված Եսուին ասավ արի, եկուր, ահա դեր, խոսեք ու ծարատ մտիկ կենը։ Սավ ին ծարած Մովսես մերավ, վերջագեց, հիմա թու վիդի առաջնորդես։ Եկավ ժամանակ, Բողոս Սարակյալ Դիմետրիոսին ասավ, ես արդեն զոհ հլալու, գլխատվելու պատրաստ եմ։ Արդուն գեցիր, սկաց դերին, ավետարանի չիքորց կործեք ու բաշտոնըտ կատար է, երկրորդ Դիմետրիոս 4-րդ գլուխ։ Պիտի կա ժամանակ, որ պատասխանատվությունը մեր ուսերում վրա պիտի տրվի։ Ուստի սիրելի քույրս եղբայրս ինքզինքդ պատրաստ է և նվիր է, որ դուն ունենաս քու աղոտքի կյանքդ։ Օրերը պիտի փոխվի, ժամանակները պիտի փոխվի, և դուք նույնը պիտի չի մնաք։ Մենք հաճախ աղոտում ենք, որ Աստված միշակներ հանել։ Ես շատ շատերուն ասի, ես որ այս եկեղեցին եկա 60 տարեկան եմ։ Ես իմ մտքով ճիշտ կամ սխալ չգիտեմ։ Եթե Աստված կյանք տա, եթե Հիսուս չկա, եթե առողջ մնամ, ես իմ խելքով 10 տարի վիզարայեմ։ Ետքը անպայման պետք է հանցնեմ, թեկուզ ներգայալամ, բայց պետք է հանցնեմ, և տեսնեմ, և ուրախանամ, և աղոտեմ, որովհետև ես արդեն սկսած եմ իջնել, 20 չէ, որ 25 պիտի հլամ։ Գուկա օրեր սիրելիներ, և դերը ձեզ որպես մշակներ, Աստուծո մարդերը գիները կգանջեր, և դուք ձերքեր կպաշտացնեք, և կաղոտեք, և պատասխանը գարնեք, և արդեն արնում եք, և աղոտում են, որ այդպես է լավ, որովհետև այս է մեր փանավոր պաշտոնը։ Եվ երրորդ կետը, որ կուզեմ ձեզի ներկայացնեն այսօրվա հատվածը, որ կարտացին։ Երբ Պետրոս առաքյալը փանդի մեջ արգելափակված է։ Պետրոս և Հովհաննես կքալեին լաճարի ճանապարհով, կտեսնեին իձնեգալը, ասում էին ոտքի և քալե։ Պողոս գնում է Գորնիլիոսի տունը, քարոզում է, այնտեղ Գորնիլիոս ապաշխարում է։ Պետրոս, հիմա Պետրոս փանդի մեջ է։ Եկեք այս հատվածը համեմատենք առաջին գետին հետ, որ ներկայացուցի։ Երբ որ Մովսես վեր ելավ, ժողովուրդը ասին ինչ եղավ այդ մարդուն չեն գիտեր, եկեք հորդ չինենք։ Եվ ասենք ահա մեր Աստվածը։ Հին ուխտի մեջ մենք կտեսնենք սիրելիներ մարմնավոր հավատացյալը։ Առաջնորդը լավ է, առաջնորդը գողոքա, առաջնորդը գաղոտե, առաջնորդը գեհետակրկրվի, առաջնորդը գգանչե, առաջնորդը գոգնե, իրենք պաշտամունքի ներկա են։ Բայց երբ առաջնորդը կբացակայի, իրենք արդեն բացակայի։ Ամեն ինչով առաջնորդին գախյալերին, մարմնավոր հավատացյալը, իսկ հոգևոր հավատացյալները, մենք Գործարակիրոս 15-րդ գլխի մեջ կտեսնենք, հրաշներ գործող Պետրոսը փանդին մեջ է։ Հավատացյալները ինչ են ելում են։ Ահա վասիկ սիրելիներ,
օրինագելի աղոթող եկեղեցու անդամները, որոնք սորված էին առաջնորդեն գախյալ չլալ, այլ առաջնորդներուն ուսուցումով իրենք գապված էին Աստուծո։ Եվ ինչ էին, բայց եկեղեցին անդադար աղոթ կներ անոր համար։ Ինչ օրհնյալ վիճակ է, ինչ օրինագելի վիճակ է։ Դարիներ առաջնորդը իրենց համար ծառայեց, հիմա կտեսնենք իրենց առաջնորդին համար գսե անդադար ինչպես գաղոթեին։ Սիրելիներ, մենք որպես հավատացյալներ այսօր շատ եկեղեցիներով շրջապատված ենք։ Մանավանդ մեր ցերկի հեռախոսներով մենք աշխարհի բոլոր եկեղեցիները կգրանք տեսնել։ Այսօր բոլորը հասանելի են մեր ցերկերու մեջ։ Բայց Աստուծո խոսքը մեզի կպատվիրե, որ մենք առաջին եկեղեցին ենք։ Անոնց օրինագին հետևենք։ Սիրուցան եղած հավատացյալները խոսքը քարոզեցին, Երուսաղեմի հավատացյալները աղոթեցին իրենց առաքյալին համար եւ Ռոմայի հավատացյալները օգնեցին Երուսաղեմի հավատացյալներուն համար։ Քարոզել, աղոթել, օգնել որպես հավատացյալներ։ Քույրեր եղբայրներ, եկեք այսօր մեր մտքերը լիցքավորենք Աստուծո հոգիով եւ վերաթարնանք թեպի Երուսաղեմ, առաջին եկեղեցու։ Ապրենք եւ գործենք Երուսաղեմի հավատացյալներուն հոգիով։ Ինչ հոգի կա առաջին տարու հավատացյալներուն մեջ։ Սիրո հոգի, աղոթքի հոգի, միապանության հոգի, սորվածները գիրարելու, հնազանդելու հոգի, աղոթենք եւ միշտ աղոթք խնդրենք։ Ես այս պահուն այս պեմենդերոչը ներգայության արջեր ծեզի գսեմ։ Գրնալ լալ բահով սպաղելամ, հոգնածելամ, որոշ իրավիճակներու մեջ լամ, հոգևոր բարդականության մեջ լամ, բայց եւ աղոթքի գարիքը ունենալ, աղոթեցեք եւ խնդրեցեք աղոթք։ Երբ իզմե աղոթ խնդրեք, ես սեզի պիտի չի լսեմ, քարոզ եմ պատրաստելու։ Հալեպի հավատացյալները շատ լավ գիտեին, որ երբ իզմե աղոթ խնդրեն, եթե իմ ամենանվիրական բարդականությունս քարոզ պատրաստել եք, դու թողեի եւ գաղոթեի։ Ըստ հնարավորության, ես ամոզված եմ, երբ մեկ իզմե աղոթ խնդրեմ, եք ես իր քովի երտամ աղոթ։ Եթե հնարավորությունը չներեր հեռախոսի վրա իր գտնված վայրից մեջ ուրիշ քաղաքն է, ես անոր բացառություն կնկարեմ։ Իմ համոզումս է, եղբայր իզմե աղոթ խնդրեց, մեկ ես իր քով կնեմ։ Մեկ հոգիով, մեկ շունչով, մեկ ցերկ իրարու է բռնելով, դերոջ աղոթ կնենք։ Քույրեր, եղբայրներ, այսօր իմ պատկամս այս է, աղոթեցեք, աղոթք խնդրեցեք, եւ այն ժամանակ Պետրոսը պանդեն դուրս կգա։ Անցնող շրջանին լուրջ նիտոմը դերոջ արջեր կեցած է, ով դերսի իմ խնդիրս քո սեղանի արջեր է։ Եվ սկսա աղոթել, աղոթած բանուս այս հատվածը միտքս եկավ, շարունակությունը։ 3 հրաշք պատահեցավ։ Երբ հրեշտակը եկավ փանդը, Պետրոսին ցերկեն շղթաները 5-ը, առաջին հրաշք։ Երբ անոն փանդին միջանցքեն անցնում էին, պահակները Պետրոսին չտեսան։ Արթուն էին, հսկում էին, Պետրոս իրենց արջերով անցնում էր, բայց իրենք չտեսան։ Գսե երբ թուրին մոտեցան, ինքն իր մեր թուրը բացվեցավ։ Փանդին թռները սովորական թռներ չեր։ Եվ Պետրոսը անցավ գնաց։ Դերը քո շղթաները կգոտրե։ Դերը քո հագարավորներուն աչքերը կփակե։ Դերը քո թռները կփակե։
Ամեն։ Եվ այս մեկը գլաս սիրելիներ, երբ մենք Տերոջ առջև կխոնարհի։ Տեսեք ինչ կսե Հակոբոս Արաքյան, Աստուծո մոտեցեք, ինձ ձեզի պիտի մոտենա։ Եթե մենք մեր ցերկը Աստուծո երկարին, Աստված իր ցերկը երկարում է։ Եթե մենք մոտենում ենք, Տերը մեզի մոտենում է։ Ինչու չմոտենանք։ Ինչու սխալ ճանապարհներ, ինչու սխալ ընդրություններ ունենք։ Եկեք այս երկու հատվածները ձեր մտքերում մեջ ունեցեք սիրելիներ։ Իսրայել ինչ եղավ Մովսեսի բացակայության։ Առաջին եկեղեցին ինչ եղավ Պետրոսի բացակայության։ Հոն արդյունքը ինչ եղավ։ Մա բադիժ։ Իսկ աստեղ արդյունքը ինչ եղավ։ Հավատացյալները տեսան թե Աստված իրենց աղոթներուն հրաշքով պատասխանում է։ Եվ Տերը ուզում է ուղղակի մեջ հրաշքներ գործել։ Բայց խնդրեցեք, մոտեցեք Աստծո։ Եվ այս համարով կամփոփեմ իմ պատկամս։ Պետրոս, որ այս պանդեմ դուրս եկավ, ձեռացել էր, խոսում է հովիվներուն, խոսում է ընդհանրական եկեղեցու եւ ասում է. Արթուն գեցեք, հսկեցեք։ Հիսուս ինչ կարոզեց, արթուն գեցեք։ Հիմա Պետրոս Արաքյան փոխանցում է. Արթուն գեցեք, հսկեցեք։ Բացեցիցեր հագարագորտը սատանան մրնչով արույցի պես կփնդրե, թե ով գնե, անորթեն գեցեք հավատքով հաստատված։ Հաստատուն հավատքով գեցեք։ Գիտնալով որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները գտել։ Այսօր մենք իրավիճակներ ենք անցնենք, մեր եղբայրներն անցնենք։ Այո, մարդկային իրավունքներու շրջան է, մենք խավարի օրերը չենք ապրում։ Այո, դեմոկրատ կկառուցվի աշխարհի վրա ամեն տեղ, բայց այսօր, գիտեք աշխարհի վրա, աշխարհի տարբեր հողամասներու վրա, ինչպես հալածված եկեղեցիներ կան։ Տագնապի մեջ գտնվող հավատացյալներ կան։ Դուք մի կարծեք արևմուտքը ազատ է։ Այո, ազատ է մեղք գործելու մեջ։ Երբ արևմուտքի մեջ մեղք գործես, թե մտ մարդ չի կար։ Բայց երբ ավետարանը կարոզես, հագարակություններու կհանդիպես։ Ինչ օրենքներ կա արևմուտքի մեջ, եկեղեցական ծառայություն ունենալու համար։ Ինչ լավ է մեր երկիրը, ադվատ օրենքները չկա։ Ազատ կուքան, կբաշնենք, կկարոզենք, կաղոթենք, կպարապանենք, բայց ամեն տեղ այդպես չէ։ Այսօր աշխարհի վրա եկեղեցիներ կան այրվում են, հովիվներ կան նահատակվում են, հավատացյալներ կան փանդերու մեջ են։ Գիտեք ինչու, որովհետև իր մոտը սուրբ գիրք գտնված է։ Ոս մեր հարևանը, Բարսկաստանը։ Եթե հայ ես այդ կոնցերտերի մեջ բարսկական սուրբ գիրք տեսնվի, արդեն դու ադյանի հասար։ Իսկ եթե երկու հատ է արդեն փանդար կգցար։ Ինչու երկու հատ։ Ինչու բարսկերենով ունիս, հայ ես, քո սուրբ գիրքը հայերեն է, այս սուրբ գիրքը ինչ վիտնես, որու վիտաս, խնդիր է, այսօր, և Հայաստանի նոնդել եղբայրն է, մենք բոլորս կճանչնա, այսինքն սիրելիներ, այսինքն արդուն ըսկաս ըլալու ենք, սատանան հագարագորդը հարցագում է մեր վրա, որովհետև սիրելիներ փորձության մեջ չմտնենք, այսինքն չլատ է մեղքի մեջ ենք։ Արաքյալները Հիսուսի հետ էին, 5-10 րոպե մեղքի մեջ ենք, Հիսուս իրենց կողքն էր, որովհետև չկարողացան Հիսուսի հետ աղոթել։ Եկան Հիսուսին ցերպակալեցին, Պետրոսն հանրային ականջի կտրեց։ Մեկ ժամ մեջ Հիսուսի հետևե գնաց, Հիսուսը ուրացավ։ Բայց Հիսուս իրենց ինչպես զգուշացած էր։ Ասե սիրելիներ, այսօր սրտից վրայի պատկամը այս է։ Ինչու ամեն ինչի ժամանակ ունենք աղոթքի չուն, ինչու եղբայրներ։ Ես չեմ ասել չեք աղոթում, չեք ավլից բավարար աղոթքի կյանք ապրենք և բդուղը կկահեք։ Այն Աստվածը, որ առաջին տարու հավատացյալներուն հրաշք կրավ, անդին դռները բացակ։
Նրա փանդին դռները կբացվի։ Հիսուսի անունով։ Ամեն։